Ազատ եմ դիրքորոշում հայտնելու մեջ, կփորձեմ նաև իմ դիրքորոշման մեջ քաղաքական դիրքորոշում չհայտնել, իսկ ինչ է եղել իրականում։ Իրականում հետևյալի մասին է խոսքը։ Այո, հանձնաժողովի 3 անդամ, հանձնաժողովի 1 անդամ Սերգեյ Աղինյանը եւ 2 անդամներ Դավիթ Մուրադյանը եւ մյուս անդամը Ելենա Բաբոյանը մեկնել են Թուրքիա այս տարվա հոկտեմբեր ամսին հետևյալ օրակարգով եւ հետեւյալ թեմայով Հայաստանի Հանրապետությունը 99 թվականից հանդիսանում է էներգետիկ կարգավորողների տարածաշրջանային ասոցիացիայի ոչ միայն անդամ, այլ նաեւ հիմնադիր անդամ 99 թվականից այս ասոցիացիան ստեղծվել է 1999 թվականին եւ Հայաստանը ստեղծման օրվանից հանդիսանում է այդ ասոցիացիայի հիմնադիր անդամ ասոցիացիայում ընդգրկված են աշխարհի 47 երկրներ եւ ի ուրախություն մեզ, երևի դա մեր թերությունն է, որ մեր լրատվականով, կայքերով այդ մասին չթմկահարեցինք, այս տարի Օմանում, մայիս ամսին էր, եթե չեմ սխալվում, իմ գլխավորությամբ Եվս պատվիրակությունը այդ ասոցիացիայի աշխատաժողովներին մասնակցել է Օմանում եւ հանձնաժողովի անդամ Սերգեյ Աղինյանը ընտրվել է այդ ասոցիացիայի նախագահության անդամ 3 տարով։ Ասոցիացիայի աշխատանքային ռեժիմը այսպիսին է՝ տարին 2 անգամ անդամ երկրներից որևէ մեկում աշխատաժողովներ են հրավիրում եւ այդ աշխատաժողովների օրերի ընթացքում այդ 47 երկրների պատվիրակները ներկայացուցիչները քննարկում են էներգետիկայի վերաբերվող բազմաթիվ հարցեր։ Օրակարգային են մեր այս ժամանակաշրջանում հատկապես վերականգնող արևային էներգետիկայի հետ արկա խնդիրները, որոնք ոչ միայն մենք ունենք մեր երկրում, իմիջիայլոց այդպիսի խնդիրներ ունեն գրեթե բոլոր երկրները